Բարև ձեզ։ Armen Press-ի հյուրն է Եվրախորհրդարանի տաղավարում այսօր Եվրախորհրդարանի ժողովրդավարության, աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող, Իսպանիայից падգամավոր Nacho Sanchez Amor-ը։ Բարև ձեզ, պարոն Sanchez, շնորհակալություն մեզ միանալու համար։ It's always a pleasure to meet you. Likewise. And your audience. Thank you. Mr. Sanchez, Որոնք են ժողովրդավարության, աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբի հիմնական գործառույթները, ինչ նպատակով է ստեղծվել եւ ինչ ակնկալիքներ կան դրա գործունեությունից։ Well, the DEC, it's the unit of the European Parliament devoted to Ժողովրդավարության, աջակցության եւ ընտրությունների համակարգման խումբը Եվրոպական խորհրդարանի այն խումբն է, որը նվիրված է ժողովրդավարության խթանմանն ամբողջ աշխարհում։ Սա չի վերաբերում Եվրոպական միության ներքին ազատություններին, այլ կապված է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ զարգացման հանձնաժողովի հետ։ Խումբը ստեղծվել է ընդհանուր առմամբ ժողովրդավարությունը խթանելու նպատակով։ Յուրաքանչյուր տարի մենք որոշում ենք, թե որ երկրներում ենք պատրաստվում աշխատել։ Հայաստանն ընտրվել է որպես առաջնահերթ երկիր։ Իմ գործընկերները ինձ հանձնարարեցին առաջնորդել ժողովրդավարության, աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբի գործունեությունը Հայաստանի ուղղությամբ։ Այսինքն ես խորհրդարանում հանդիսանում եմ այս տարածաշրջանի դեմքը կապված ձեր երկրի հետ։ Ինչ ենք անում։ Հիմնականում աշխատում ենք Հայաստանի ազգային ժողովի հետ միջնորդության, երկխոսության խթանման, երիտասարդ առաջնորդների եւ կին падգամավորների գործունեության ուղղությամբ։ Սա կենտրոնացած է խորհրդարանական աշխատանքի վրա, երբեմն նաեւ կուսակցությունների։ Սակայն դա հատուկ զեկուցողի դեր չէ, այսինքն չեն գնահատում երկրի ընդհանուր պատկերը։ Սա ավելի շատ միջխորհրդարանական համագործակցություն է ուղղված ժողովրդավարության խթանմանը։ Connections and work devoted to promotion of democracy. Դեգի առաջնահերթություններից մեկը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությունն է, ինչը ներառում է նաեւ մշակութային իրավունքները։ Ինչպես կարող է Եվրամիությունը արձագանքել, օրինակ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության փաստագրված ոչնչացմանը։ Under Azerbaijani control today. We have mentioned the issue in many resolutions in the past. This is Մենք այս հարցը բազմիցս ընդգծել ենք տարբեր բանաձևերում։ Ցավոք, սա աշխարհի շատ հակամարտությունների հետևանքներից մեկն է։ Խորհրդարանը մշտապես շեշտում է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Սա պարզապես քարերի հարց չէ, սա ինքնության հարց է։ Այդ իսկ պատճառով մենք շատ լավ գիտենք, որ սա չափազանց զգայուն թեմա է, եւ մենք միշտ փորձում ենք անդրադառնալ դրան, ինչպես եղել է հայկական ժառանգության դեպքում Լեռնային Ղարաբաղում եւ Թուրքիայի որոշ տարածքներում։ Armenian heritage in the Nagorno-Karabakh area in some parts of Turkey. Որպես դեգի անդամ, ինչպես է գնահատում Բաքվում պահվող հայ գերիների շարունակվող ապօրինի կալանքը, արդյոք պետք է Եվրախորհրդարանը ավելի ակտիվ դեր խաղա նրանց ազատ արձակումը ապահովելու գործում միջազգային մարդասիրական իրավունքի հիման վրա։ Տեսնում եք արդյոք դեգի մանդատում միջնորդական եւ երկխոսության մեխանիզմների օգտագործման հնարավորություն։ Ոչ, դա ժողովրդավարության, աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբի ուղիղ օրակարգի մաս չէ։ Սակայն այն մտահոգում է ամբողջ Եվրոպական խորհրդարանին։ Մենք գիտենք, որ նախագահ Թրամփը հանձնառություն է ստանձնել այս հարցով զբաղվելու համար, եւ կարող եմ պատկերացնել, որ Հայաստանը լինելով կառուցողական եւ նույնիսկ երբեմն քաղաքական գին վճարելով իր քայլերի համար, այժմ լիովին իրավասու է պահանջելու, որ միջնորդը, այս դեպքում պարոն Թրամփը, կատարի իր խոստումները կապված Ղարաբաղյան հայ ղեկավարների եւ ռազմագերիների ազատ արձակման հետ։ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայեր տեղահանվեցին։ Ինչպես կարող է Եվրամիությունն ավելի արդյունավետ կերպով համատեղել մարդասիրական աջակցությունն ու քաղաքական ճնշումը, որպեսզի տեղահանված հայ համայնքը վերջնականապես արմատախիլ չմնա։ Yeah, listen, whatever is the fate from the legal point of view or even from the political point of view, because the case is very political. Այո, անկախ իրավական կամ քաղաքական զարգացումներից, որովհետև այս հարցը շատ քաղաքական է, այս մարդկանց հումանիտար իրավիճակը պետք է ցանկացած դեպքում պաշտպանված լինի։ Նույնիսկ եթե Թրամփը չկատարի իր պարտավորությունները կամ եթե առաջընթաց չլինի, այս մարդկանց պաշտպանության միջազգային պարտավորությունները մնում են ուժի մեջ։
Այս առումով պարտավորություն ունի նաև Ադրբեջանը։ Is subject to the obligations of the international framework regarding that kind of prisoners. Դեգի առաքելությունն է ամրապնդել խորհրդարանական ժողովրդավարությունն է ԵՄ-ի սահմաններից դուրս։ Արդյոք Հայաստանը իր ժողովրդավարական բարեփոխումներով եւ օրենքի գերակայության նկատմամբ պարտավորվածությամբ կարող է ավելի հստակ եւ ազդեցիկ աջակցություն ստանալ ԵՄ-ից տարածաշրջանում ավտորիտար ճնշումներին հակակշիռ դառնալու համար։ Pressures in the region. Not only to counterweight authoritarian trends, to counterweight the lack of American money. Because Armenia Այո, եւ ոչ միայն ավտորիտար ազդեցություններին հակազդելու համար, այլև ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության պակասը լրացնելու։ Հայաստանը կորցրել է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի ֆինանսավորման զգալի մասն այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը դադարեցրեց նման ծրագրերը։ Եվրոպական միությունն ամբողջ աշխարհում բախվում է նման խնդրի։ Մենք չենք կարող ամբողջությամբ փոխարինել ամերիկյան ներդրումներին։ Սակայն մենք պատրաստ ենք խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, քանի որ ձեր երկիրը ցույց է տալիս ԵՄ-ին մոտենալու քաղաքական կամք։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած ձևաչափով, միջնորդությունից եւ երկխոսությունից մինչեւ խորհրդարանական աշխատանքի բարելավում, ԵՄ խորհրդարանի եւ անդամ պետությունների խորհրդարանների ներգրավմամբ։ the parliament is doing, we can of help not only as the European Parliament, but also with the collaboration of the 27 national parliaments of our member states. Yeah. Very soon. Եվրանեստի Հայաստանում կայանալիք հանդիպումը հարթակ է երկխոսության համար։ Անձամբ դուք ինչ կոնկրետ արդյունքներ կուզենայիք տեսնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև ԵՄ-ի դերի մեջ խաղաղություն եւ արդարություն ապահովելու նպատակով հատկապես այս երկրների միջև։ For example, Armenia-Azerbaijan peace process during this. Listen, Euronest is a gathering of parliamentarians from the countries. Եվրանեստը տարածաշրջանային խորհրդարանական հարթակ է, որը վերջին շրջանում անցել է բարդ շրջանով, տարբեր պատճառներով։ Բելարուսը չի մասնակցում քաղաքական պատճառներով։ Ուկրաինան պատերազմի մեջ է, Մոլդովայում ընտրություններ են, Վրաստանի իշխանությունները հստակորեն հեռանում են եվրոպական ուղուց, իսկ Ադրբեջանում առկա են ժողովրդավարության հայտնի խնդիրներ։ Այս համատեքստում Հայաստանը կարելի է համարել հարաբերական կայունության կղզի։ Այդ իսկ պատճառով ճիշտ է, որ այս տարվա նիստը կայանա Երևանում։ Թեև միջավայրը բարդ է, այդուամենայնիվ կարևոր է անցկացնել Եվրանեստի նիստը, վերականգնելու բոլոր երկրների падգամավորների նվիրվածությունը մեր ընդհանուր նպատակներին՝ հարևանության, քաղաքականության առաջմղման գործում։ Որոշ երկրներ կդառնան թեկնածու անդամներ, որոշները ոչ, բայց բոլորը փորձում են առաջ գնալ եվրոպական ուղով, ինչպես Հայաստանի դեպքում։ Այս հանդիպումը հրաշալի հնարավորություն է գնահատելու, թե որքանով են այս երկրները քաղաքական կամք ցուցաբերում Եվրոպային մոտենալու ուղղությամբ։ Շնորհակալություն, պարոն Սանչես։ Thank you, Lilith. Always a pleasure.